Իսկ հիմա ես ուզում եմ խոսել Իրանում մեծ խռովություններ տեղի ունենում, ուզում եմ հիշեցնել, որ հստակ չի, քանի օքի ինչ հիմա մահացել է, որովհետև կառավարությունը ճշգրիտ գիտի, որ քաղաքում քանի օքի մահացել են, բայց սովորաբար այսպես դեպքեր պատահում են, երբեք կառավարությունները չեն ասում, քանի օքի մահացել է։ Օրինակ, Ուկրաինա, Ռուսաստանը պատերազմի մեջ են, Ուկրաինան ասում է 100,000-ից ավել ռուսների մենք սպանել ենք, երբ որ ռումբերով ռմբակոծել են, Ռուսաստանը ասում է 100,000, բայց իրենց մասին չեն խոսում, նույնն է այստեղ այդպես է, բայց ամենայն դեպս թվում է, որ առնվազն 2800 հոգի մահացել են, որոշ կապված ընդդիմադիրներին, ասում են 12,000 հոգի են մահացել, ամենայն դեպս հազարավոր մարդ մահացել է, որ ամեն մեկի մահը մեծ ցավ է ընտանիքի համար։ Այսպես տեսնում եք, հրդեհներ տեղի ունեցել են եւ դեռ շարունակվում է, նախագահ Թրամփը ասել էր, եթե ժողովրդի վրա կրակ բացանեք, մենք հարձակվելու ենք, իսկ Ամերիկան առայժմ հնարավորություն չունի, այդպես չի, որ հիմա նախագահ ասի, հենց վաղ կգնան մի բան կարող են կատարել, շատ դժվար աշխատանք է այս Իրանի շրջակա երկրներում օդանավեր չունեն, իսկ ամենայն դեպս, որովհետև այդ դեպքը պատահում է, տեսնում եք բոլոր ճամփորդական օդանավները, տեսնում եք Իրանից massամբ բարար թռիչք է քիչ պակսել է, իսկ նախագահ Թրամփը ասում է, որ իրենք ինձ հետ խոսել են, ասել են չեն նրանց, որ 18,000 մարդու ձերբակալել են, չեն կախաղան բարձրացնել կամ չեն սպանելու, ուրեմն ես կսպասեմ, տեսնեմ ինչպես է տեղի ունենում սրանից հետո, եթե այդպես է չեմ ռմբակոծելու, ուրեմն Իրանը ասում է նախագահը, գիտեք, նաև մտահոգված լինելով Ամերիկան, միջին արևելքում բոլորին ասեն, եթե հարկավոր չի այդտեղից հեռացեք, իրենց որոշ խարիսխները, այսինքն ռազմական կենտրոնները ասել են զինվորականներին ավել հեռու տարածքներ տան, այս երիտասարդին պետք է կախաղան բարձրացնեին կամ սպանեին, հիմա այդ ասում են չեն արել այս աշխատանքը տեղի չունեցել այս ընդդիմադիրների, որովհետև Թրամփը ասել է մի սպանենք կամ եթե չէ մենք նաև կպատժենք, թվում է որ անմիջապես չեն սպանում ընդդիմադիրներին, գիտեք, մի վայրկյանում իրենց տանում են եւ կրակում սպանում են, ասում է Թրամփը, ուրեմն իրենք կանգնեցրել են, ուրեմն ես նաև չեմ հարձակվելու երկրի վրա։ Այնտեղ նաև այս մահացել են, տեսնում եք այդ մահացուների տիակն է, որ իրենք գալիս են գտնեն իրենց մահացուների ժողովուրդը, իսկ մեկ ուրիշ, սա արտգործնախարարն է երկրի, տեսնում եք, որ ասում է սրանք Ամերիկան եւ հրեաները դրթում են, որ դուրս կան, ինքը ասում է, որ պոլիսներին հրդեհեն են, վառեն են, ողջ անձին վառեն են եւ վիզը կտրեն են պոլիսների, ասում է արտգործնախարարը Իրանի, այստեղ տեսնում եք Արախչի անունով անձնավորությունը եւ պոլիսի վրա կրակ են բացանում եւ ժողովրդին նաեւ սպանում են, այսինքն բողոքողները, ասում է իհարկե արտգործնախարարը Իրանի, այսպես տեսնում եք իր կողմնակիցները նաեւ իրենց կողմնակիցն ռեժիմի կողմնակիցները նաեւ դուրսին եկեք քիչ առաջ տեսակ իրենց որ եկել են հովանավորելու ռեժիմը, այսպես տեսնում եք եւ ինչ որ ասացի Թրամփը ասել է որ կսպասի տեսնի ինչպես է ձևավորվում, հիմա ուրեմն այդ զինվորական աշխատանքը որ Իրանի դեմ պիտի կատարվեր, ուրեմն չի կատարելու նախագահը սպասելու է տեսնի ինչպես է այս
բողոքի ցույցերը տեղի ունենում։ Իրանում նաև գիտեք դեռ հայեր են ապրում, հազարավոր հայեր են ապրում եւ դժբախտաբար թվում է հայերը նաև երիտասարդ երկու անձնավորություն տեսնում եք այստեղ, որը այս բողոքի ցույցերի ժամանակ ասում են 4 հոգի են հայեր մահացել, երկուսի պատկերը այստեղ տեսնում եք, որ զոհն են այս բողոքի հարցերի ինչ որ տեղի ունենում Իրանում։ Ես ուզում եմ շարունակել ու խոսել Verizon-ը ամենամեծ ձեռքի հեռախոսի ընկերությունների մեջ Ամերիկայում Verizon-ը ամենաշատ այսպես անձիկ կամ որ Verizon-ի սիստեմն են օգտագործում եւ Verizon այսօր խնդրեմ ուներ եթե դուք հեռախոսն ունեիք հազարավոր մարդ չէին կարողանում իրենց հեռախոսներով օգտվեին որ ինչ որ աշխատանք կատարում էին այդ wireless customer-ները ունեցան դժվարություն առնվազն 1 միլիոն մարդ հիմա շարունակենք այստեղ տեսնում եք Verizon-ն է որ այսպես Verizon ընկերությունը ասացի հեռախոսի ընկերություններն են Verizon, AT&T եւ T-Mobile-ը Verizon-ը լինելով ամենախոշորը եւ այս քաղաքներն են որ դժվարություն ունեն մեջը Los Angeles-ը, San Francisco, Boston եւ այսպես չէին կարողանում հեռախոսը օգտագործել երևի դուք եթե ունեք Verizon եւ այդ դժվարությունները ունեիք Verizon-ն ասում է գիտենք սա մեծ դժվարություն ստեղծեց եւ ձեր աշխատանքի վրա կամ ձեր առօրյա կյանքի վրա ազդել է եւ աշխատում ենք օր առաջ, ժամ առաջ վերացնենք խնդրեմը։ Այսպես տեսնում եք, եթե Verizon ունեիք, դա ասում է ընկերությունը, որ տեսնում եք այսպես էկրանի վրա ցույց էր տալիս SOS կամ չէին կարողանում հեռարձակային, չէին կարողանում օգտվեին, այստեղ տեսնում եք հիմա աշխատում են։ Verizon նորից տեսնում եք քաղաքներ, որ խնդիրներ են ունեցել Արևելյան նահանգներում Նյու Յորքը, Բոստոնը, Մայամի, ասացի Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկո ունեցել են դժվար րոպեներ, ցեզանից ոմանք կարող է դեռ շարունակում է այսպես տեսնում եք բողոքում են, որ իրենց աշխատանքը դժվար կացության մեջ է եղել եւ ասում է իրենց մասնագետները հենց այս վայրկյանին նաեւ աշխատում են իհարկե դա 4-ից 15 րոպեեր հետո նորից իհարկե կրկնեցին որ Verizon-ը այդ հարցը կլուծի շուտով ես պիտաթարվեցնեմ երբ վերադառնամ Greenland-ի մասին պիտի խոսեմ աշխարհի ամենամեծ կղզի մասին պիտի խոսեմ նրանից հետո immigration-ի ոստիկանության մասին պիտի խոսեմ այս ծրագիրը հովանավորում է Burbank Adult School-ն է հովանավորում գտնվում է Burbank քաղաքում, եթե 18 տարեկան եւ ավելի եք դուք չափահաս եք, կարող եք անվճար Կալիֆոռնիայի նահանգը վճարում է, որ դուք կարողանաք ձեր այդ կրթական մագարտակը որպես օրինակ, եթե անգլերեն չգիտեք, անգլերեն կանոնակ սովորեք, անգլերեն գիտեք, մասնագիտացված սովորեք, բուժքույր օգնական, ատամնաբույժի օգնական, այսպես դասավանդումներ է կատարում 12 դասավանդում է մանրամասնություն իրենցից կարող եք հավաքել տեղեկություն Allen փողոց Burbank-ում է, Burbank-ում է, բայց չի տարբերում դուք որ քաղաքում եք ապրում Glendale եք ապրում, ուրիշ հարավային Կալիֆոռնիայում ապրում եք, բոլորդ կարող եք այս անվճար դասավանդումների մասնակցեք Կալիֆոռնիայի նահանգը վկայական է տալիս, որ դուք ավարտել եք ինչ մասնագիտությամբ սովորել եք այնտեղ։ Ծրագիրը հովանավորում է Central Avenue Pharmacy հովանավորում է, որ գտնվում է այստեղ տեսնում եք Կալիֆոռնիա փողոցի վրա է։ Sunland քաղաքում իրենց նոր կենտրոնն են բացանելու, որ եթե դուք հարակից քաղաքներում որտեղ ապրում եք Granada Hills պատկերացրեք
Սանլան, Թահանգա, Սիլմար, Սիմի Վալի, բոլոր այդ քաղաքներում բնակվողները կարող են ծառայությունից օգտվել։ Իրենք սպասում են, շատ քիչ աշխատանք է մնացել, երբ բացանեն ես ձեզ կտեղեկացնեմ։ Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը։ Այստեղ իրեն տեսնում եք փաստաբանին եւ ձեզ առաջարկում է, եթե դուք վարձակալ եք, վարձենեք ապարտման, վարձենեք առանձնատուն եւ այդ բնակարանը պետք է մաքուր լինի, բնակելի լինի։ Եթե այդպես չի, այդ ապարտմանի տերը, բնակարանի տերը պետք է ձեզ հատուցում տա, եթե դուք վարձակալ եք։ Պետք է մաքուր լինի բնակարանը։ Orange Shipping հովանավորում է ծրագիրը Նորթ Հոլիվուդ է գտնվում Շերման Վեյ փողոցի վրա, մի ծանոթ հանձնակ իրենց երկրորդը կես գնով կտանեն Հայաստան, մի փանդը օթանավով $2.99 է եւ գումար կարող եք նաեւ փոխանցել Հայաստան, $100 ղրգեք, 1% եք վճարում։ Ծրագիրը հովանավորում է Շահին Թուրն է հովանավորում ծրագիրը դեպի Ժապոնիա, թռիչք է կազմակերպած, այցելություն Ժապոնիա, որը շատ հետաքրքիր է, կարող եք օգտվել այս ծառայությունից, ընդամենը $3490 զանգահարեք կվերադառնա։ Գրինլանդն եք տեսնում, որ ամենախոշոր կղզին է աշխարհում։ Սա ինձ մեծ կղզի գոյություն չունի, 56,000 մարդ է ապրում այնտեղ, Դանիայի կամ Դենմարքի մաս է համարվում, որ անկախորեն իրեն կառավարում են այստեղ։ Հիմա նախագահ սպառնում է, որ ասում է, ես հիմա ձեզ ասեմ, I would like to make a deal the easy way or the hard way, ասում կամ հեշտությամբ իրար հետ եկեք բանակցենք, թե չէ ուրիշ ձևով ես կվերցնեմ այս տարածքը Ամերիկային պիտի պատկանի եւ ասում է, որ չինական նավերը այստեղ են, ռուսական նավերը բնականաբար այդտեղ են, որովհետեւ սա հյուսիսային բևեռում, մասնաբուծային բևեռումը Ռուսաստան այնտեղ ներկայություն ունի, որ իր հողատարածքը այդ մասում է եւ ասում է Չինաստանը նաեւ իրեն նավատորում է այստեղ է, քանի որ 10 տարի է չինական նավերը այս շրջապատում չեն եղել բնավ, բայց նախագահը ասում է այդտեղ են, այս երկուս, այսինքն Ռուսաստան, Չինաստանը ուզում են գրավեն Գրինլանդը։ Առաջարկում են քիչ հետո կտեսնեք գումար նաեւ 700 բիլիոն առաջարկում են, որ վաճառեն Ամերիկային, բայց իրենք թե բնակիչները չեն ուզում եւ Դանիան չի ուզում։ Իսկ ամենազարմանալին, որ հիմա Ֆրանսիան եւ ուրիշ Եվրամիության երկրները զինվորականներ են ղրկում այստեղ։ Այս Դանիան մաս է կազմում, Եվրամիությանը մաս է կազմում, որ մեկ երկրի, եթե ՆԱՏՕ-ի անդամ են, որ Ամերիկան է նաեւ ամենախոշոր անդամն է ՆԱՏՕ-ի, ուրեմն այսպես է համաձայնությունը, որ եթե մեկ երկրի վրա հարձակում տեղի ունենա, մնացած երկրները պետք է միանան։ Հիմա պատկերացրեք, Ամերիկան ՆԱՏՕ-ի անդամ է, Եվրամիությունը ՆԱՏՕ-ի անդամ է, Ամերիկան եթե ուզում է հարձակվի, ով պիտի պաշտպանի Ֆրանսիան, Անգլիան, Գերմանիան եւ ուրիշ 30 երկրները պետք է հովանավորեն Դանիային կամ Գրինլանդին պետք է հովանավորեն։ Տարօրինակ հարցը ինչ որ բարձրացրել է Թրամփը, բոլորի զարմանքի պատճառն եղել, նաեւ Ամերիկայում ժողովրդին հարցրեն են, որ արդյոք իրենք համաձայն են թե ոչ, ամերիկացիներին այստեղ հարցրեն, որ նախագահ Թրամփը կնա գրավի այս տարածքը, կտեսնեք ինչ են ժողովուրդը ինչ է ասում, նրանց մեջ նաեւ միջ մքանը նախկին Republican սենեթորների ղեկավարը, որ հիմա ինքը չի, բայց մինչև 2024-ի ավարտը սենեթորների ղեկավարն էր, նա մտահոգություն է հայտնում այս Թրամփի սպառնալիքը եւ բոլոր դեմոկրատ սենեթորները իհարկե դեմ են ինչ որ նախագահը արտահայտվում է եւ ես հիմա ուզում եմ
ձեզ ցուցադրել տեսանյութը, տեսնեք ինչ է կատարում։ Նախագահին եք տեսնում, որ ինչ որ ասացի, պետք է այստեղ տեսնում եք Դանիայի եւ ղեկավարներիցին, որ եկել են արտգործ նախարարին Միացյալ Նահանգների փոխնախագահին հանդիպեն։ Թրամփին չեն հանդիպել, ամենայն դեպս այս մասին խոսել են։ Բայց իրանք հստակացրել են, որ նման բան տեղի չի ունենալու, այստեղ տեսնում եք Գրինլանդն եք տեսնում, ասացի շատ քիչ բնակչություն ունի այս խոշոր կղզին, մեծ հանքեր պաշարներ ունի թանկարժեք ոսկիների։ Հիմա Ամերիկայի ժողովրդին հարցրել են, որ արդյոք Ամերիկան գնա գրավի Գրինլանդը, 86%-ով համաձայն չեն, 68% ռիփաբլիքանները, դեմոկրատները մասամբ բոլորը դեմ են, անկախները դեմ են, 68% անգամ ռիփաբլիքանները դեմ են, որ նախագահը գնա եւ գրավի Գրինլանդը, այդ ամենամեծ կղզին, ինչ որ տեսնում եք, ֆրանսիական զինվորներն են, որ հիմա այնտեղ են։ Միչ Մքանել ասացի նախքին սենեթի ղեկավարը այստեղ ասում է, որ տարօրինակ պիտի լինի այս հավատարիմ մեր բարեկամ երկրները, ասի Եվրամիության երկրները իրենց հրդեհել կամ մտահոգել այս հարցով, այդ հավատարիմ երկրներով միշտ Ամերիկայի երկրորդ համաշխարհային պատերազմին եւ ուրիշ պատերազմներ միշտ թիկունք են կանգնել, օրինակ հենց Դանիան ամենամեծ փոքր երկիրը 6 միլիոնանոց 18000 զորք էր տրամադրել, երբ որ գնացին Իրաք էին գնում, որ տոկոսային հարաբերությամբ ամենամեծ զինվորական ներկայություն ունեցավ օգնելու Միացյալ Նահանգներին, երբ որ նախագահ Ջորջ Բուշը ցանկացավ, որ ուրիշ երկրներ միանան։ Եվ ասում է նախագահներ, որ ասում է, որ բացի որ լրիվ ղեկավարությունը, կոնտրոլը տան Ամերիկային ընդունելի չի, 700 բիլիոն առաջարկում են, որ վճարեն, եւ ասում են այդքան են առաջարկել, իսկ Դանիան ասել է վաճառքի չի, Գրինլանդը վաճառքի չի, չենք վաճառում, եւ այստեղ մեկ նախարարներից է Թրամփի, որտեղ ասում ցույց է տալիս, ասում է այստեղից հիմա Ամերիկայից կարելի է գնալ Ալասկա, Ալասկայից կարելի է գնալ կամ գնալ տեսնում եք Anchorage, Alaska կամ գնալ Greenland։ Եվ պիտի դա դառնա Ամերիկայի մաս կազմի, ասում են նախարարները, նաև նախագահ ասում են, նրանք նաև կրկնում են, իսկ նախագահ գնացրել Ford ընկերության այնտեղ մեկը իրեն կանչում է, որ դու հովանավորում ես երեխաները բռնապարող անձիկին, նախագահը իր մեջտեղի մատն է ցույց տալիս անձնավորության, եթե նախագահը իր մեջտեղի մատն էր ցույց տալիս, չգիտեմ ինչքան տեսակ թե ոչ, եւ այսպես արտահայտվեց այդ մարդը, ինչ որ բղավում էր, երբ որ Ford-ի ընկերության մեջ էր, մեկը այդպես իրեն բղավեց, անվանեց իրեն Թրամփին այդպես։ Ես պիտի դադարեցնեմ immigration-ի ոստիկանների մասին պիտի խոսեմ, երբ վերադառնամ իս ծրագիրը հովանավորում է դոկտոր Բարսեղյան եւ Մահտեսյան ատամնաբույժներն են հովանավորում ծրագիրը գտնվում են ճիշտ Ալիվ եւ Գլենոքս փողոցի հատման կետում են գտնվում։ Եթե ատամների հետ խնդրեմ ունեք, ատամնաշար պիտի տեղադրեք, պրոթեզ պիտի տեղադրեք, ատամների մաքրման աշխատանք այստեղ զանգարեք, ժամադրություն վերցրեք։ Տեսնում եք այստեղ Ալիվ եւ Գլենոքս փողոցի հատման կետում Բերբանքում Գլենդելի Արևանուց։ Երևան Post
հովանավորում է ծրագիրը։ Երևան Post գտնում է Granada Hills քաղաքում։ Ծառայելու է բոլոր հարակից քաղաքները, եթե ծանրություն եք Հայաստան գրգելու, եթե ուզում եք գումար Հայաստան գրգել, նաև օդանավով եթե ծանրություն ուզում եք գրգել, եթե ապրում եք Թահանգա, Sunland, Sun Valley, Silmar, Simi Valley, բոլոր այդ քաղաքները Granada Hills-ին շատ մոտ են, կարող եք ցենց ծանրոցը տանեք իրենց հանձնել։ Ընդամենը մի քանի շաբաթ է որ Երևան Post իր աշխատանքը սկսել է։ Ծրագիրը հովանավորում է Vivaldi Venues եւ Catering հովանավորում է ծրագիրը։ 3 սրահներ ունի 120, 150, 300 տարողությամբ։ Իսկ ամեն օր ճաշ են առաջարկում 10 հոգու համար կամ 5 հոգու համար։ Ճաշը չափը շատ է, մեկ անգամ անպայման փորձեք։ Եվ եթե գնում եք, ասացեք, որ այստեղ տեսել եք ռեկլամը, այս ծրագրում կամ այս ալիքի մեջ տեսել եք։ Ծրագիրը հովանավորում է Primate Pharmacy հովանավորում է ծրագիրը։ Glenox եւ Highland փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում, իրեն կարող եք, այսինքն դուք կարող եք գնալ տեղերը իրենցից վերցնել կամ իրենք բերեն ձեր տանը ձեզ հասցնեն կվերադառնա։ Immigration Custom Enforcement կամ այս immigration-ի ոստիկանությունը գնում է, գիտեք, ձերբակալում են, հրամանը սա է, որ անօրինականներին ձերբակալել եւ հանել, բայց շատ ժամանակ պատահում է երեք նաեւ ցույց տվի, մտնում են Target խանութը եւ երկու հոգու, որ ավել իսպանացու դեմք ունեն, սովորաբար նրանք են, որ այսպես մեծ թվով անօրինական եկել են, այս երկուսը citizen են, երկուսին ուզում են ձերբակալեն, միջև անձը եթե իր մոտ չունենա, որ ցույց տա, որ ես citizen եմ, որ ժողովուրդը իրենց green card-ը կամ այսպես citizenship-ի card-ը իրենց հետ կամ չեն միշտ իրենց հետ չի, օրինակ ես էլ չունեմ, ինձ հետ եթե երևի դուք էլ չունեք, ուրեմն այսպես դժվար է լինում, երբեմն անմեղ մարդն է ձերբակալվում, բայց հիմա մեկ օրինակը ես հիմա քիչ հետո ուզում եմ ցույց տալ, որ մի անձնավորություն, որ 37 տարեկան է, երեխա եկել այստեղ, բայց ինքը ջահել ժամանակ, պատանի ժամանակ որոշ ոչրագործություններ է կատարել, ուրեմն գնում են եւ իրեն են ձերբակալում, այդ անձին ձերբակալում են, որ ես հիմա ուզում եմ ցույց տալ եւ այստեղ տեսնում եք դուռ ջարդում են, մտնում են բնակարանների մեջ, հա, տեսեք, այստեղ դուռ ջարդել են, մտել են եւ անձին անում ձերբակալում են, սա մի քանի օր առաջ էր տեղի ունեցել, այսպես տեսնում եք սև հագուստով գլխարկի դրել, հատել այսպես ձերբակալել են, մինչև հիմա 100-ավոր մարդ տարբեր քաղաքներում ձերբակալել են, սա էլ մեկ այդ օրինակներից է, ինչ որ տեսնում եք այստեղ։ Հիմա այս երկրները, որոշ երկրներից նախագահ հրաման է տվել, որ ոչ ոք չպիտի գա 75 երկիր, անգամ Ջո Ռոգան սա ռադիո հաղորդավար է, որ լրիվ Թրամփի հովանավորող անձնավորություն է, անգամ ընտրության ժամանակ խիստ հովանավորում էր, մտահոգություն է հայտնում այս ճանաչված ռադիո հաղորդավարը ամերիկացի, որ մարդիկ ոչ ոք չի կրում իր հետ citizenship-ի իրեն թղթերը չի, սա մի քիչ անհարմար է փողոցում մարդկանց ձերբակալել ու տանել բողոքում է այս ռադիո հաղորդավարը։ Ես ձեզ հաղորդել եմ մի շաբաթ առաջ մի կին, այդ կինը ինչ որ տեսնում եք կրակում են իր վրա, մահանում է, սա ոստիկանն է ինչ որ կրակել էր իր վրա եւ մարդիկ գալիս են մեկ ասում է բժիշկ եմ ուզում եմ մոտենա իրեն ասում են մի արժեվ մի արի թե չկկրակեն այս կինն է ինչ որ մի շաբաթ առաջ սպանվել էր երբ որ ոստիկանը ինչ որ անցավ իր վրա կրակել էր հիմա ընտանիքը ասում է որ ինքը շատ գեղեցիկ եւ մեր ընտանիքի լույսն էր ինչ որ սպան 3 երեխաներ ունի իհարկե այս կինը Ռենե Գուտ անունն է եւ
ասում են որ ուրախություն էր բերում ընտանիքին տեսնում եք այդ ցույցերը բոլոր տեղերում այս կինը անընդհատ ասում է ես այժմ անդամ եմ ասում են դուրս արի չի կարողանում այսպես իրեն ոստիկանությունը դուրս անում մեքենայի միջից այսպես կոպտություն նորից տեսնում եք այդ կինը որ վրան կրակել էին այստեղ Ռենե Գուտ տեսնում եք երևի տատ են բացանելու այս մասին 2400 հոգի ձերբակալվել է այս վերջին շաբաթների ընթացքին նաև ձերբակալվածների մեջ այստեղ տեսնում եք մեկը մեղադրանքը ռեյփ է մյուսը բռնաբարություն տեսնում եք այդտեղ երեխայի վրա մյուսը մարդասպան է գտնում են եւ նրանց նաև իհարկե նպատակ դա է որ այդ մարդկանցը հանեն երկրից բայց դժվար է երբեմն մարդիկ որ որևէ ոչրագործություն տեղի չեն տվել բայց անօրինական են նրանց էլ ձերբակալում են եւ հետո հանում են երկրից անձը կանչում է ես US citizen եմ բայց ասում են ID ցույց տուր որ ամեն մարդ իր տեղեկությունը հետը չունի որ ցույց տա ես ուզում եմ շարունակել հիմա խոսել նաև State Department-ի այսինքն Washington Post-ը որ US Custom եւ Border Protection այստեղ տեսնում եք որ ինչ որ քիչ առաջ ասացի 75 երկրի քաղաքացիներին նախագահ հրաման է տվել որ թույլ չտան այս երկիր կան նրանք որ վիզիտոր այցելուի առիթով գալիս են որովհետև գիտեք հետո օլիմպիկի խաղերը մի քանի տարի հետո պիտի տեղի ունենա կամ գալիս են այցելելու մարդիկ գալիս են Ամերիկա ինչպես կնում են ուրիշ երկրներ այցելում վերադառնում են նրանք չի ինչ որ նպատակն է նախագահ Թրամփի դրանց թույլ չտա կան այստեղ նրանք որ որպես իմիգրանտ գրվում են եւ հետո ուզում են կան այս երկիր նախագահը ասում է այս մարդիկ գալիս են այստեղ պետք է բժշկական խնամք տալ իրենց գումար պիտի իրենց վճարել եւ մենք գումար չունենք այդ աշխարհի այդ անօրինական աշխատեն միցև կան այստեղ այս երկիր աղքատները կան այստեղ եւ բոլորը բժշկական խնամք գումար են պահանջում եւ մենք այդ գումարը ուզում են պահել երկրի մեջ ծախսելու ասում է այս վարչակազմ այս նախագահ այսպես ասում անցնենք առաջ մեր այսպես տեսնում եք ուրեմն սրանից հետո չի ուզում թույլ տա նման մարդիկ կան այս երկիրը բայց այցելուները նրանք որ գալիս են վիզիտի ու վերադառնալու ասում են նրանց գործը չի խանգարվելու 75 երկիրները նրանք են որ չի ուզում կան այստեղ եւ մնան այս երկրում Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ դադարից Washington Post-ի մասին խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Չոփրյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում։ Չոփրյանները երեքն էլ փաստաբաններ են, ձեզ են առաջարկում, եթե ավտովթար ունեցաք, accident ունեցաք, ձեր մտահոգությունները իրենց հանձնեք զանգարելով այս հեռախոսահամարին 818 244 47 47 Ծրագիրը հովանավորում է պարոն Ժորան է հովանավորում եթե դուք կարիք ունեք այստեղից մի ուրիշ քաղաք գնալ սա Cadillac է 7 հոգու համար է կամ բայց միայնակ էլ կարող եք վարձել կամ քաղաքում ուզում եք գնաք առևտուր անեք ձեզ տանի վերադարձնի կամ ուզում եք գնաք այցելեք ձեր ազգականին San Diego եք գնում Գլենդելից Բերբանք եք ուզում գնաք չի տարբերում զանգարեք այս հեռախոսա համարներին դոկտոր Parker Ջահանգիրն է հովանավորում այս ծրագիրը եթե ալերգի եւ ասմայի տարապում եք զանգարել այս հեռախոսա համարին 30 տարվա փորձառություն է Գլենոքս փողոցի վրա է գտնվում ծրագիրը հովանավորում է Երևան Shipping հովանավորում է ծրագիրը Երևան Shipping երկու կենտրոն ունի Լանկեշին փողոց Նորթ Հոլիվուդ Գլենդելում East Palmer փողոցի վրա է Եթե մի բան ծանոթ օթանավով գրգեք $2.99 է
$100 գումար ուղարկեք, մի տոկոս եք վճարում, $1 եք վճարում, $5 ուղարկեք, $5 եք վճարում, այցելեք, եթե հարկ եղավ։ Hollywood Piano-ն է ովանավորում ծրագիրը, Ամերիկայի ամենախոշոր դաշնամուրի խանութը, 600 դաշնամուր գոյություն ունի, $500,000-ից է սկսված, մինչև $500,000, նաև դաշնամուր կարող եք վարձել Hollywood Piano-ից, կվերադառնամ։ Լրագրողները մեծ աշխատանք են տանում տարբեր բան բացահայտելու, օրինակ Washington Post թերթը 1970-ական թվականներին կարողացան բացահայտում անել, որ նախագահ Նիքսոնի կողմից իրեն կապ ունեցող անձիկ մտան դեմոկրատների այս շտաբը եւ այնտեղից հետո որոշ մարդիկ ձերբակալվեցին, բանից դուրս եկավ, որ նախագահ տեղյակ էր, որ գնում են տեղեկություն հավաքեն գալիքին 1974 թվականի ընտրության մասին։ Օրինակ այս թերթերը բացահայտումներ արին այդպես եւ շատ ուրիշ հարցեր։ Հիմա հենց նույն Washington Post-ը, որ համարվում է այս երկրի կարևոր թերթերից մեկը, Wall Street Journal, New York Times, Washington Post, մասամբ հիմա Los Angeles Times-ը շատ այդքան զոր չի, բայց սրանք մեծ թերթերն են այս երկիրը եւ իրենց բացահայտումները պատճառ է լինում, որ ժողովուրդ տեղեկություն ունենան կառավարությունը ինչ է անում կամ անօրինական մի բան է անում։ Ամենայն դեպս կարողանում է այս մեկ լրագրող տեղեկություն ձեռք բերի հիմիկվա կառավարության մասին։ Իսկ սովորաբար այսպես չի լինում, որ գնում են լրագրողին, գնում են իր համբյուտերը, իր տելեֆոնը, բոլորը վերցնում են այդ լրագրողից, հեռացնում են բոլոր այդ իրեն պատկանող տեղեկությունները, Nathanson անունով այս լրագրողն է, ես հիմա ուզում եմ ձեզ ցույց տալ, եւ տանում են ամեն ինչ Department of Justice, արդարադատության նախարարություն այդ գործը կատարում է եւ դրա համար բոլորը Washington Post-ի շենքն եք տեսնում Washington-ում եւ սա այդ կինն է լրագրող, որ իրեն տելեֆոն եւ համբյուտերի վայելն Washington Post իր աշխատակազմին, ուրեմն թերթը ասում է տարօրինակ եւ ագրեսիվ գործը ինչ որ կատարվել է, մենք լրիվ հարց է մեզ մոտ առաջացնում, որ սա հակասահմանադրության աշխատանք է, որ լրագրողի բոլոր տեղեկությունները, տելեֆոն եւ համբյուտեր եւ տանը ինչ որ ունի տարերն են, այստեղ տեսնում եք, եւ հիմա երևի այստեղ միշտ տատը բացում այս է բերյալ արդարադատության նախարարությունն է ասում է, որ այս լրագրողը classified գաղտնի տեղեկություններն է կառավարության, որ մեկ անձից contractor, որ կառավարության համար աշխատում է, նա այդ լրագրողին է տվել եւ լրագրողը տպեն է, այսպես գաղտնիքը կառավարության գաղտնիքը, ուրեմն բացահայտումները հիմա contractor-ին ձերբակալել են եւ ասացի բոլոր տեղեկությունը այս կնոջը իրենց հետ տարեն են եւ արդարադատության նախարարի ներկայացուցիչը ասում է Արելո Լուիս Փերեզ անազնվությունը Լոգանոս տվել էր լրագրողին, լրագրողը իհարկե նրան ձերբակալել են եւ լրագրողին բոլոր տեղեկությունները տարեն են։ Ասում է նաեւ որ տվել է այդ լրագրողին տեղեկությունները, բոլորը գաղտնի տեղեկություններ էր, որ չպիտի լինեն։ FBI-ի ղեկավարն եք տեսնում այստեղ, որ ասում է մենք այդ մասին, որ չպիտի այդ տեղեկությունը բացահայտվեր, արդարադատության նախարարին եք տեսնում այստեղ, որ նույնը Արիլո Փերեզ Լոգանոս այդ գործը արել է, contractor է Պենտագոնի պաշտպանության նախարարի մոտ աշխատող է եղել այդ եւ անօրինական է այդ սիկրետները, գաղտնիքները բացահայտելու համար պետք է տատի տրվի պատիժներ, պետք է
լինի, ամենայն դեպս այդպես դժվարության են տնում նաև լրագրողին։ Ես ուզում եմ շարունակել հիմա խոսել նաև MD-11 McDonnell Douglas օդանավի ընկերություն էր, որ Boeing այդ ընկերությունը առավ։ Շատ ապահով վստահելի օդանավ էր այս MD-11-ը անցյալում, շատ օգտվում են այս երկրում։ McDonnell Douglas-ը շատ մեծ ընկերություն էր, օդանավ պատրաստող ընկերություն էր, իսկ այդ ճամփորդության համար էլ չեն օգտվում նման օդանավ, այլ դարձրել են ծանրոցներ տեղափոխելու։ Ուրեմն այդ օդանավն էր, որ 3 աշխատող ուներ մեջը եւ FedEx-ի, այսինքն ոչ թե FedEx-ը, այլ աշխատում էր UPS-ի համար էր աշխատում, տեսնում եք օդանավը բարձրանում է մի քանի վայրկյան հետո վայր է ընկնում, 3 հոգի այդ օդանավի մեջ են մահանում, բայց որ վայր է ընկնում, պայթուն է տեղի ունենում, այնտեղ նավթի կամ վառելանյութի ամբարներ կար, տրաքում է եւ 15 հոգի ընդհանուր մահանում են, այստեղ տեսնում եք։ Հիմա ասում են, որ fatigue օդանավ, որտեղ հինացել էր, ուրեմն որոշ խնդիրներ է ունեցել, որ սովորական աչքով, որ վերջի անգամ նայելին, չէին կարողացել տեսնեին եւ դրանք պատճառ են եղել այս ուրեմն fatigue կամ հոգնածությունը օդանավի այդ օդանավի MD-11-ի պատճառով է պայթել։ Ես ուզում եմ հիմա խոսել Saks մեծ ընկերություն, որը թանկարժեք luxury հագուստներ, կոշիկներ, սա Saks ընկերությունն է, որ տերն է Saks Fifth Avenue-ի եւ նաեւ Neiman Marcus-ի, որ մեկը ուզում է շատ որակավոր հագուստ, վզկապ, շապիկ, կանացի հագուստներ, կոշիկներ, բոլորը այս խանութներից են գնում, վերցնում։ Եվ bankrupt եղել այս ընկերությունը նաև դժվար կացության մեջ է, սնանկացել էր, իհարկե Chapter 11 որպեսի reorganize անի, շարունակենք, եթե ցուցադրենք, ուրեմն տեսնում եք Saks Fifth Avenue-ն եւ Neiman Marcus, տեսնում եք այս երկու ընկերություններն են, որը հույս ունեն, որ շուտով դուրս կգան այդ վիճակից եւ առևտուր դուք էլ կանեք երևի այսօր խնդրեմը սա է լինում օրինակ Glendale-ում, եթե ամեն ինչը դուք Amazon-ից եք վերցնում, օրինակի համար, ուրեմն դժվար է լինում, որտեղ այստեղից աշխատանքը դուք ղեկում եք, օրինակ Riverside, San Bernardino, անընդհատ այստեղ ավել բիզնեսները թուլանում են, ուրեմն աշխատատեղին այստեղից փախուստ է տալիս գնում է մեկ ուրիշ տեղ։ Այս խանութները երբ որ փակում են, ուրեմն որտեղ որ այդ խանութը կա, ուրեմն այդ շրջանը տուժում է ու աշխատանքը գնում է ուրիշ տարածքներ։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ դադարից, պետք է շարունակեմ ծրագիրը, իսկ այդ ժամանակ պետք է խոսեմ տիեզերագնացների մասին, իսկ ծրագիրը հովանավորում է դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը։ Աչքի վիրահատող բժիշկը իր ամենանոր կենտրոնը բաց է արել Orange County-ում։ Glendale-ում, այստեղ տեսնում եք Jackson փողոցի վրա է գտնվում։ Ժամադրության համար զանգարեք այս հեռախոսը համարին։ Ծրագիրը հովանավորում է Raffi's Market-ն հովանավորում։ Եթե դուք ժամանակ չունեք ճաշ պատրաստելու, իրենք պատրաստի ճաշ ունեն ձեզ առաջարկելու։ Գտնվում է Burbank-ում, Glendale-ի հարևանությանը։ Նաև նպարատունը ինչ որ հարկավոր է, կարող եք գնել այդտեղից։ Court Furniture-ն է հովանավորում, Ամերիկայի խոշոր ֆուրնիչեր խանութներից մեկն է, 100-ից ավել խանութ ունի Court Furniture-ը, 339 North Central փողոցի վրա է գտնվում Court Furniture-ը։ Եթե նոր մատրես պիտի գնեք, դրասեղան, սեղան, աթոռներ։ Իսկ Orange County-ում Euclid եւ 405 freeway-ի հատման գետում է, Santa Ana-ում խանութ ունի, Նյու Յորքում, Բոստոնում, որտեղ ապրում եք երևի Court Furniture կա ձեզ մոտ։
ծրագիրը նաև հովանավորում է Անդրեղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը, եթե հրդեհ տեղ ունեցել ձեր տանը կամ բիզնեսում եւ եթե accident եք ունեցել, այստեղ զանգահարեք կվերադառնա։ Մեկ չոկոլադի ընկերություն, որ այստեղ եթե անուն գրեն, կտեսնեք, եթե այստեղ այս տեսակ չոկոլադ ունեք, չգիտեմ, այստեղ եթե ունեք ձեր տանը, սա սալմոնելա, որ հիվանդությունը վերջ-վերջո ասում են, եթե ունեք, պետք է թափեք, եթե ձեր տանը ունեք, ուրեմն թափեք։ Իսկ ես հիմա ուզում եմ խոսել նաև աստրոնավտների մասին, որ գնացել էին դեպի Space Station, անդե կայան գոյություն ունի, որ գնում են եւ այս վերջի անգամից որ գնացել են սովորաբար 6 ամիս մնում են, արդեն 5 ամիս է այնտեղ է, այդ աստրոնավտներից մեկը խիստ հիվանդանում է, բայց չեն ասել ով էլ, ասում են հիմա stable, այսօր հետ վերադարձան 3-ից 29 անց եւ պատրաստվեցին, տեսնում եք, նստին այդ տիեզերանավը, վերադառնան 5:30-ին հետո վերադարձան։ Ծախում երկուսը ում որ տեսնում եք տիեզերագնացները ամերիկացիներ են, իսկ մեջտեղում այնտեղ տեսնում եք չինացի է եւ ամենահաճում ռուս է այդ տիեզերագնացներից եւ վերադառնալու են, այնտեղ հիմա 3 հոգի է մնում, 1 ամերիկացի, 2 ռուս մնում են, մինչեւ նոր տիեզերանավը գնա այնտեղ միանան մյուս ընկերներին, ամենայն դեպս սրանք էին, տեսնում եք 7 հոգի են, 4-ը վերադառնում են, 3-ը կմնան, որովհետև չեն ասում իհարկե որ այդ տիեզերագնացն է հիվանդ, բայց ասում են հիմա վիճակը այնպես է, որ պետք է օր առաջ հետ վերադառնար, կարող է դիմանա հիմա, բայց որ վերադառնա բժշկական խնամքի կարիք է ունենալու։ Այստեղ տեսնում եք անձիկին եւ հիմա ճանապարհին են երևի կհասնեն շուտով այստեղ։ Իհարկե օվկիանոսի մեջ են գնում, հետո այնտեղից իրենց կփրկեն։ Ես ուզում եմ Տաթար վերցնեմ, երբ վերադառնամ Տաթարից շարունակեմ ծրագիրը Թայլանդում, ձեզ նույն ցուցադրեմ Թայլանդի ծրագիրը հովանավորում է Yugo Shipping հովանավորում է։ Yugo Shipping Լոս Անջելեսում է գտնվում, այսինքն հայկական Հոլիվուդը, այսպես կոչենք, Sunset փողոցի վրա է։ Եթե մի ծանրոց իրենց հանձնեք, երկրորդը անվճար Հայաստան են տանելու։ Եվ մի փանդ օդանավով ղրգեք $2.99 է, գումար տանեն տանը հասցնեն 2%։ Ծրագիրը հովանավորում է նաև դոկտոր Էբրահիմը հովանավորում է ծրագիրը, եթե որևէ հարց ունեք ոտի վրա, թաթի վրա, թաթի տակ վերք է, ոտքի վրա վերք է, զանգարեք ժամադրություն վերշեք։ Ծրագիրը հովանավորում է Սոնաֆետ արեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը, իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, ձեզ կտանեն ու կվերադարձնեն։ Ջաքփաթն է հովանավորում ծրագիրը, գեղեցիկ հագուստներ, կոշիկներ, պայուսակներ, որոշը Եվրոպայից բերված, անպայման այցելեք, ամեն ինչ իջեցրած է կիները, որովհետև իրենց խանութը թանկագին փակել են, տեղ շատ չունեն, ուրեմն ուզում են մի մաս վաճառվի, որ ամեն ապրանքները տեղափոխեն այստեղ, այցելեք։ Անաշի գիֆտն է հովանավորում ծրագիրը, այս չափը, որ ամեն ինչ կարող է ձեզ համար արագորեն մանրացնի, էլեկտրական է, $45 է ուրիշ խանութներում, 19.99 են առաջարկում կվերադառնա։ Թայլանդում տարօրինակ դեպք է տեղի ունենում։ Այս քրեյնը կամ ամբարձիչը վայր է ընկնում ճիշտ այն ժամանակ, որ գնացքը գնում էր։ Եվ ահա այսպես դժբախտություն ինչ որ տեղի ունեցավ 32 հոգի մահացել են այս Թայլանդում այս դեպքի հետևանքով, տեսնում եք փրկարարներն աշխատում են մնացածին կարողանան այս ահավոր վիճակից փրկեն այնտեղ։ Իսկ նաև ես վերջավորության ուզում եմ խոսեմ Օլիմպիկի մրցույթները տեղի ունենալու Լոս Անջելեսում 2028 թվականին, ուրեմն Լոս Անջելեսում տեղի ունենալու։ Իսկ եթե դուք ուզում եք տոմսակ վերցնեք,
կարող է համբյուտերի միջոցով, եթե ցուցադրեն այստեղ LA28, այստեղ տեսնում եք LA28 ticket draw registration, պետք է գրվեք, հետո լատարիայի միջոցով ով պիտի հաղթի, այդպես է, այստեղ տեսնում եք LA28 Օլիմպիքի խաղերը, դուք նաև կարող եք տոմսակ վերցնել, տոմսակը հենց $28 է, բայց գիտեք, հետո որ անձիկ իրարից գնում են, կարող է $100 արժի այս Օլիմպիքի տոմսակները։ Ծրագիր եկավ իր ավարտին, ձեզ կհանդիպեմ վաղը, մի շնորհանդիպում։